Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է, սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը։ Նիկոլի դեպքում ընտանիքն էլ է բացակա կատեգորիա, քանի որ նա ընտանիք չունի։ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի կարգավորումներով ամուսնությունը, հետևաբար ընտանիքը, արձանագրվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում։ Իսկ ամուսնալուծությունից առաջ էլ իր նախկին քաղաքացիական զուգընկերուհու Աննա Հակոբյանի հետ իրենք քանիցս խոստովանել են, որ այդպիսի փաստաթուղթը, այսպես կոչված ԶԱԳՍ-ի վկայականը, իրենց դեպքում բացակայում է։ Իբր գնում ենք դեպի խաղաղություն, բայց ինչպես է Նիկոլը պատասխանում Ալիևի պարբերաբար արվող խայտառակ ագրեսիվ հայտարարություններին։ Ալիևն ասում է, թե իրենց խաղաղության պայմանագիր պետք չէ, իսկ իրեն իրոք պետք չէ։ Նա այսօր հաղթածի դիրքերից է մոտենում, թելադրողն է, խաղաղության պայմանագիր չի լինելու։ Որևէ պայմանագիր լինի խաղաղության, առուծախի, նվիրատվության թե այլ, որպես կանոն կնքվում է լրիվ կամ հարաբերականորեն հավասար սուբյեկտների միջև։ Իսկ այսօր 44-օրյա պատերազմում մեր պարտության արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը բացարձակ անհավասար դիրքերում են։ Հետևաբար անհավասար սուբյեկտների միջև չի կարող պայմանագիր կնքվել։ Ալիևը թուրք է, իսկ թուրքի հոգեբանության մեջ նստած է, որքան հնարավոր է առաջ գալ։ Նա երբեք չի զիջելու։ Հետևաբար Ալիևի այս հայտարարություններին Նիկոլի այն պատասխանը, թե մենք չենք հակադարձելու, քանի որ իբր դրանով կվնասենք խաղաղության գործընթացը, ողորմելի է, ուղղակի եւ անուղղակի իմաստով անատամ։ Սա հայ ժողովրդի խայտարակությունն է։ Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք այսքան նսեմացված եւ ցածր դիրքերում չեն եղել։ Նիկոլը ստրկությունը խաղաղությունից չի տարբերում։ Բոլոր մարդիկ էլ ուզում են խաղաղ ապրել։ Եթե մարդ չի ուզում խաղաղ ապրել, նա հոգեկան հիվանդ է։ Մոլորակի բոլոր ծայրերում էլ ուզում են խաղաղ ապրել, բայց խաղաղությունը պետք է տարբերել ստրկությունից։ Այս անգրագետը չի տարբերում, ասում է, ինչ ուզում եք արեք, մորթեք, ժողովրդի հեժնանիցեք, միայն թե ես մնամ վարչապետի պաշտոնին։ Այս ճանապարհին իրենք ինչ են անում։ Իրանք քանդում են այն սիմվոլները, որի շուրջ հայ ազգային էթնիկ ինքնությունն է կառուցված եղել դարեր շարունակ։ Դա Արցախի հաղթանակներ, դա հզոր հայկական բանակներ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին է, դա ցեղասպանության հիշողության թեման է, որը շատ կարևոր է մեր ինքնության համար, որտեղ այդ ինքնությունը, այդ պատմական հիշողությունը քեզ թույլ չի տալի, որպեսզի քո նկատմամբ նորից այդ հանցանքները իրականացեն։ Նիկոլի ամենաայլանդակ հայտարարություններից մեկն այն է, որ Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։ Նիկոլը թշնամուն բացահայտորեն ասում է. «Մենք ձեզ խփող չենք, եկեք մեզ մորթեք»։ Երևի ինքն արդեն արտասահման փախնելու ճանապարհները մշակել է։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել, բայց դրա համար դու պետք է մարդունակ լինես։ Թուրքն այն տեսակն է, որը գալու է մինչև վերջ, եթե դու չես կարող պաշտպանվել։ Դե ֆակտո ղեկավարը Նիկոլն է, դե յուրե ղեկավարն էլ փողոցային դիսպետչեր Վահագն Խաչատուրյանը։ Ըստ Սահմանադրության 123-րդ հոդվածի պետության գլուխը հանրապետության նախագահն է, բայց դժվար է ասել ինչի գլուխ է նա, եւ գլխի առաքելությունը ստանձնել է Նիկոլը։ Մենք այսպիսի ղեկավար չենք ունեցել, որ այսքան արհամարված լինենք։ Եկավ իշխանության եւ մինչեւ օրս ժողովրդին խափում է այսպես կոչված խաղաղության օրակարգով։ Թրքահապատակ Արարատ Միրզոյանը պնդում է, թե իբր խաղաղությունը մոտ է, պայմանագիրը կնքվելու է, իսկ Ալիևը հայտարարում է, թե ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չկա։ Ապիկար Փաշինյանն էլ փոխանակ հակադարձի Ալիևին թմբուկ է խփում, իբր էժանագին նախաճաշեր անում եւ այլ բեմադրություններ կեղծում։ Սա ծաղրում է բոլորիս։ Ժողովրդի մեջ արդեն հասունացել է այն գիտակցումը, որ նա պիտի հեռացվի եւ ենթարկվի պատասխանատվության, օրենքի եւ արդարադատության առաջ։ Նա չպետք է փախնի Հայաստանից, նա պետք է մեր օրենսդրությամբ նախատեսված պատիժ կրի։ Նաև սեփական օրինակով պետք է այդ համերաշխությունը ցույց տաս։ Սեփական օրինակով։ Դու պետք է լինես հաջորդ վարչապետը, պետք է լինի բոլորի, այդ թվում նաև այո Նիկոլ Փաշինյանի ընտրողների վարչապետը։ Եվ միգուցե պետք է լինի իրեն ընտրողների դատողը։ Փաշինյանն իր 8-ամյա պաշտոնավարման ամբողջ ընթացքում արդեն այնքան հանցանքների հեղինակ է դարձել, որ հրաշալի հասկանում է։ Պաշտոնից զրկվելու դեպքում 1 ժամ էլ չանցած հայտնվելու է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Դրա համար էլ նա բոլորին, անգամ ամենամերձավոր անձանց վարի կտա միայն թե 1 ժամ ավել մնա իշխանության։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։